Բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, երկար ժամանակ է բացակայում էիք հարգելի պատճառներով եւ թեմաները շատ են, որոնց հետ կապված կլսենք նաեւ ձեր դիտարկումները եւ իհարկե մեզ համար շատ կարեւոր է, թե անցած շաբաթ ինչ տեղի ունեցավ Մայր աթոռում։ Մենք տեսանք, որ 10 դիրադավները հայտարարություն տարածեցին, որ պատրաստվում են գնալ Վեհարան եւ ինչպես իրենք են խոսում այդ մասին, հանգստի ուղարկելու կաթողիկոսին։ Շատ արագ ամբացանցով հավատավոր ժողովուրդը հաղորդագրություններ էր տարածում, հրապարակումներ էր անում, որ բոլորը շարժվելու են Մայր աթոռ, մասնակցելու ժամերգության, մոմավառության եւ մենք տեսանք ինչ տեղի ունեցավ Էջմիածնում։ Ընդամենը մեկ դրվագ, եթե կարելի է ցուցադրենք Սա դրվագներից մեկն է, ինչպես են, այսպես ասենք, այդ հարցակման կազմակերպիչներից մեկը, խուլիգանական պահվածքով աչքի ընկնողը տաճարի խոյակին մագլցած այս մարդը ոչ ավել ոչ պակաս Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենն է։ Սրա մասին գրել է ազգային ժողովի պատգամավոր պարոն Դանիելյանը, Գառնիկ Դանիելյանը։ Եվ հենց այդ օրը խնդրեմ ձեր դիտարկումները, մենք տեսանք Մայր աթոռում հավատավոր ժողովուրդը թույլ չտվեց, որպեսզի տիրադավները հասնեն իրենց նպատակին, իրենց հրահանգողի գլխավորությամբ եւ մի գազելով ուղակի ճանապարհեցին դրանց։ Համեցեք։ Նախ եկեք գնահատենք ինչու դեկտեմբերի 18-ին նման միջոցառում եղավ իշխանությունների կողմից։ Ըստ իս դեկտեմբերի 18-ին նաև Մայր աթոռում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի նիստ։ Իշխանությունները բնականաբար վաղօրոք իմանալով, որ դեկտեմբերի 18-ին տեղի ունենալու Գերագույն հոգևոր խորհրդի նիստ, երկու խնդիր դրեցին. առաջին վիժեցնել այդ նիստի անցկացումը, երկրորդ եթե ստացվի ներխուժել պատարագի ժամանակ տաճար, խժդժություններ առաջացնել, ինչու չէ նաև վեհապարի նկատմամբ բռնություններ։ Եվ այսպես մինչ այդ մեր եկեղեցու հավատավոր զավակները, անկախ նրանից որ կուսակցության անդամ են, ինչ կարգավիճակ ունեն Հայաստանի Հանրապետությունում, նախորդ օրը հայտարարություններով հանդես եկան, կոչ անելով իրենց համախոհներին եւ մեր ժողովրդին, եկեղեցու հավատավոր զավակներին միասնական կերպով լինել Էջմիածնում Մայր աթոռում։ Ես մի քանի դիտարկում անեմ իշխանությունների կատարած քայլերից, ինչպես էին պլանավորել օպերացիան։ Եվ այսպես ոստիկանական ուժերը կեսօրվա կողմը բավականին մեծաթիվ ուժեր հայտնվեցին Էջմիածնում։ Ինչ խնդիր էին լուծում, իբր եկել են այնտեղ անկարգությունները կանխարգելելու։ Նման բան բնավ երբեք չկար։ Անկարգություն չկար։ Մեր ժողովուրդը պատարագի ժամանակ մասնակցում է պատարագին ի տարբերություն քաղաքական խմբակի եւ իր կողմնակիցների, որոնք պատարագներին գնում են լսելու։ Եթե հիշում եք, հոկտեմբերի 26-ին կարծես թե գլուխ էին գովում, թե Հովանավանքում ինչպես են իրենց համախոհները այդ եկեղեցում, ներսում, դռների մոտ, հեռվում եկել եւ լսում պատարագ։ Այս լսիչները բնականաբար իրենց ներկայություններ ակնհայտ բախումների տանելու, բայց այնուամենայնիվ ոստիկանական ուժերի բուն նպատակը ապահովել 10 դավաճան, ուխտադրուժ եւ հերձողական եպիսկոպոս, արքեպիսկոպոսների մուտքներ տաճար։ Այդ ոստիկանական ուժերը պետք է ապահովեին դա։ Ինչպես սկսվեց դա։ Որպեսզի կարողանային այդ 10-ին հնարավորություն ընձեռնել, որ նրանք մուտք գործեին, տաճարի դռներից մոտ մի 30 մետր հեռավորության վրա երկու կողմի 3 շերտով ոստիկաններ էին կանգնած։ Այսինքն ստեղծել էին միջանցք, որպեսզի այդ 10 անձին առանց խոչընդոտների ժողովրդի կողմից բերեին հասցնեին տաճարի դռների մոտ եւ իրենք մուտք գործեին։ Բայց մինչ այդ տաճարի ներսում իրենք պիտի ունենային շատ կողմնակիցներ, ընդ որում այդ կողմնակիցները պետք է ապահովեին դռների մոտ իրենց ներկայությամբ բաց դռներ
եւ այդ 10-ի մուտքը։ Այսինքն գոնե առնվազն տաճարի ներսում գոնե 1/3 կամ 50%-ը ներսում գտնվողներ պետք է լինեն իրենց կողմնակիցները։ Դա չստացվեց վստահաբար, ներսում մի քանի հոգի իրենց կողմնակիցներից մնացին, տաճարի մուտքի ներսի կողմը ամբողջովին եկեղեցու հավատավոր զավակներն էին։ Եվ եթե այդ տեսանյութը ուշադրություն դարձնենք, ձեր նշած անձը ինչ է փորձում անել։ Փորձում են դռներից ներս խուժել արարողության վայր, որը չի ստացվում, որտեղ դռների ներսի կողմը ամբողջովին եկեղեցու հավատավոր զավակներն էին։ Եվ այդ 10-ին բերում են վեհարանի մոտ, նրանք երկու բարձրախոսով նրանցից Վազգեն Միրզախանյան Սրբազանը ինչ որ խոսք է ասում, եւ հետո իրենք հաղորդեցին, որ ինչ որ նամակ են փոխանցել Մայրաթոր վեհապարի հրաժարականի պահանջով։ Ուշադրություն դարձրեք մի շատ կարևոր հանգամանքի վրա, ինչ ուժեր էին ներգրավված իշխանությունների կողմից։ Թվարկում ենք ազգային անվտանգության ծառայություն, որի աշխատակիցների մի մասի դեմքերը նույնականացվեց, երբ իրենք համազգեստով ինչ որտեղ ծառայություններ են իրականացնում։ 10-ի անվտանգությունը ապահովող եւ անվտանգության ծառայողները եւ ոստիկանության եւ տարբեր կուսակցությունների Փաշինյանի եւ Փաշինյանի համախոհ, այդ թվում նաեւ Հանրապետություն կուսակցության համախոհները, որոնք ապահովում են այդ 10-ի մի քանի մետրանոց տեղաշարժը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ եւ նրանց համախոհներ, պետական հաստատություններից բերված անձինք, հարբած քաղաքացիներ։ Եվ հետաքրքիր գիտեք որն է, այդ 10-ի մեջ 5 թեմակալ առաջնորդ կա։ Ուրեմն ամենամեծ թեմը Հայաստանի Հանրապետությունում Արարատյան հայրապետական թեմն է, որը հիմնականում Երևանում այդ թեմի մեջ մտնում են Երևանի եւ մոտակա Երևանամերձ շրջակայքի եկեղեցիները։ Այսինքն ընդհանուր թվով, եթե գումարային վերցնենք, մոտ 1 միլիոն բնակչություն։ Մնացած 4 թեմերի բնակչությունը եթե գումարենք, մոտ կես միլիոն է։ Այսինքն 1.5 միլիոն բնակչություն ունեցող 5 թեմերից որքան քաղաքացիներ են եկել, մի քանի տասնյակ։ 100-ի մոտ ամուսնացյալ քահանաներից մոտ 2-3 քահանա։ Սա ինքնին ցուցիչ է։ Այսինքն ինքնին ցուցիչ է այն իրողության, որ այդ 5 թեմակալ առաջնորդները եւ իրենց թեմերում եւ իրենց ամուսնացյալ քահանաների մոտ ունեն 0 հեղինակություն։ Հակառակ դեպքում 1.5 միլիոն բնակչությունից, եթե թեմակալ առաջնորդները իրենց ենթակա եկեղեցիների համայնքներին կոչ անեին, որ այդ օրը մասնակցեն Մայրաթորում, առնվազն մի քանի հազար մարդ պետք է լինեին։ Այնինչ մի քանի տասնյակ։ Այսինքն սա մեր ժողովրդի համար կարևոր ցուցիչ է գնահատման, որ այդ թեմակալ առաջնորդները եւ իրենց եկեղեցիների ամուսնացյալ քահանաները ամբողջովին դեմ են թեմակալ առաջնորդների կեցվածքին եւ այն քայլերին, որով փորձ է արվում մասնատել եկեղեցին եւ պարտադրել վեհապար հայրապետին հրաժարական տալու։ Սա արձանագրենք որպես ամենակարևոր իրողություններից մեկը։ Այդ մարդիկ չունեն հեղինակություն կամ ունեն 0 հեղինակություն։ Հաջորդ օղակը ուժային կառույցներն են, ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն։ Երրորդ օղակը, իսկ որոնք իրենց պարտականություններն են կատարում, որպեսզի հնարավորություն ընձեռնեն այդ 10 անձը մուտք գործեն եկեղեցու տարածքից դեպի տաճար։ Հաջորդը տեղական ինքնակառավարման մարմիններ, ղեկավարներ եւ նրանց շրջապատը։ Հաջորդը պետական հաստատությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ եւ պատկերացրեք սիրելի ժողովուրդ, այդ հզոր բանակի մեջ մի քանի 100 ոստիկան էին ակնհայտ համազգեստով, ու ասենք մի փոքր պակաս համազգեստը փոխած քաղաքացիականով եւ մոտ 200-300 հոգել, այսպես ասենք, կիսահարբած կամ կիսաուռած մարդիկ, որոնք եկել էին կամ որոնց բերել էին։ Եվ այս ամենի արդյունքում ստացվեց հետևյալը. չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը, այն է 10 անձին եպիսկոպոսներին մտցնել տաճար։ Իրենց առաջնահերթ խնդիրը 10 անձին մտցնելն էր, որտեղ ոստիկանական պատնեշը կանգնած էր դռների մոտից մոտ 30 մետր հեռավորության վրա երկկողմում, երկու շերտով, միմիայն նրա համար, որպեսզի կարողանային այդ 10 անձին մտցնել ներս։ Ես կարծում եմ, որ եթե տաճարի ներսում
1/3 կամ կեսը լինեն իրենց համախոհները, ասենք մոտ 50-60 հոգի, ապա ներսում կարելի ասել անկանխատեսելի զարգացումներ կարող ունել, այդ թվում նաև Վեհափար Հայրապետի նկատմամբ բռնություն։ Սա ձախողվեց շնորհիվ առաջին հերթին Վեհափար Հայրապետի բավականին սառնասիրտ 100%-անոց ինքնազսպումով, օրվա խորհրդով ապրող այդ աղմուկը գոռոցները, որից է ձևով իր վրա չազդով, ինքը իր մեծագույն առաքելության մեջ եւ իր շատ կարեւոր խոսքով, որը հնչեցվեց արարողության ժամանակ։ Երկրորդ այն հոգեվորականների, որոնք ամբողջովին սատարում են Վեհափար Հայրապետին, կապ չունի իրենք այդ պահին մայրաթորում են, թե իրենց եկեղեցիներում։ Երրորդ մեր եկեղեցու նվիրյալ եւ հավատավոր տասնյակ հազարավոր անդամների։ Չորրորդ քաղաքական ուժերի, քաղաքական եւ հասարակական ուժերի, որոնց ղեկավարները մինչեւ այդ արարողությունը նախորդ օրը հայտարարություններ էին տարածել, որ սատարում են եկեղեցու միասնականությանը Վեհափար Հայրապետին եւ որոնց կոչով հազարավոր քաղաքացիներ եւ եկեղեցու նվիրյալ զավակներ այդ օրը եկան մայր տաճար։ Ինչ ստացավ Փաշինյանը։ Ստացավ ուղղակի շառաչուն ապտակ։ Իհարկե իրենց կողմից դա երկու օրվա ընթացքում կազմակերպվող միջոցառում էր ինքնաբուխ, բայց ես ինքս համակարգում եմ աշխատել եւ գիտեմ համակարգը ժամերի ընթացքում ինչպես կարող է կոնսոլիդացվել եւ լուծել այն բոլոր խնդիրները, որը համակարգի առաջ դրվում է։ Այդ համակարգի սնանկությունը ցույց տրվեց։ Եվ ամենակարևորը այդ 10 անձինք եպիսկոպոսները, որոնք Վեհարանի կողքն էին հայտնվել, մի քանի րոպե Վազգեն Միրզախանյան Սրբազանը կարդաց ինչ-որ բան եւ ուղղակի դուք նայեք ինչպես ճողոպրեցին։ Երբ որ նստեցին, ինչպես ասում են, մի երթուղային տրանսպորտ, մեր լրագրողները մի քանի կադր կարողացան ներսից ուրեմն նկարել։ Շատ տիպական էր այդտեղ Գևորգ Սրբազանի այլայլված դեմքը, վախվորած։ Ահա թե ինչն է այդ մարդկանց շարժում։ Վախերով, կոմպրոմատներով, մարմնավոր գնահատականներով ծառայել չարին։ Իհարկե սա ինքնին ի սկզբանե դատապարտված է։ Ուղղակի դեկտեմբերի 18-ին այդ պարտությունը արձանագրվեց մայրաթորում։ Արձանագրվեց մեր ժողովրդի իրենց զավակների հավատավոր զավակների կեցվածքը, վճռականությունը, միակամությունը, խորագիտությունը, որ կարողացան գնահատել, թե հակառակորդը ինչ խնդիր է կատարում եւ ինչպես թույլ չտալ, որպեսզի տաճար մուտք գործեն։ Ինքնին սա ցուցիչ է եւ կարծում եմ, որ 44-օրյայից հետո իհարկե տարբեր չափերի ընդվզումներ եղել են, նկատի ունեմ ներգրաված անձած քանակը, բայց վերջնարդյունքում իշխանությունը կարողացել է չեզոքացնել, ձերբակալել ղեկավարներին եւ այսօր էլ նստած են շատ ղեկավարներ, իսկ այն ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին մայրաթորում, կարելի ասել արձանագրել, որ սա մեր ժողովրդի հավաքական առումով միակամությամբ, նվիրվածությամբ առաջին լրջագույն հաղթանակներ այս ճակատամարտում հաղթեց եկեղեցին, հաղթեց Վեհափար Հայրապետը, հաղթեց մեր եկեղեցուն նվիրյալ եւ հավատավոր զավակները։ Իհարկե սա իշխանություններին մտորելու եւ խորելու բավականին լուրջ առիթներ տալու է։